Կանգառն արդեն շուրջ 2 տարի է գործում, տրանսպորտի վարորդները գիտեն, որ սա պարտադիր կանգառ է եւ պարտադիր կանգնում են այստեղ, իսկ նախկինում չէին կանգնում, որովհետեւ դե կանգառ չկա։ Խելացի Այսինո կանգառը Սառնախբյուր գյուղում է տեղադրված։ Նախաձեռնողն ու հետաքրքիր գաղափարի հեղինակը Սառնախբյուրի բնակիչ Անի Մարգարյանն է։ Գուցե փոքր թվացող աշխատանք է այն, բայց նորություն ու փոփոխություն է բերել գյուղում։ Գաղափարը այն էր, որ կանգառը նաև ունենա հստակ ժամանակացույց, հստակ նշված կլինեն տրանսպորտի ժամերը, այսինքն մարդիկ ավելի շուտ չեն գա, ավելի երկար չեն սպասի։ Ինո կանգառը ոչ միայն միջհամայնքային տրանսպորտի աշխատանքի գրաֆիկն է կարգավորում, նաև օգտակար է դպրոցականների համար։ Այն միջնակարգ դպրոցի հարևանությամբ է կարևոր խաչմերուկում, որը միշտ է մարդաշատ։ Այստեղ սպասողները նաև դպրոցականներն են, որոնք Գյումրի եւ հարևան բնակավայրեր տարբեր արտադպրոցական պարապմունքների են գնում։ Իսկ սպասելու ընթացքում կանգառի մի կարևոր նորամուծությունից են օգտվում։ Այստեղ տեղադրված QR կոդերով օնլայն գրքեր են։ Ավելի քան 1500 օնլայն գրքեր են տեղադրված կանգառի QR-ներում հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Սա միակ ստեղծարար գաղափարը չէ, որ հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանայք են հեղինակում։ Անուշավանում ապրող Մանե Վարդանյանի իրականացրած ծրագիրն էլ եղել է Արթիկի մարզադպրոցի համար հանդերձարանի կառուցումը, որի արդյունքում ակտիվացել է սպորտում կանանց ներգրավվածությունը։ Մանեն իրենց գյուղի արվեստի ու սպորտի դպրոցն է ղեկավարում։ Իր ենթադրամաշնորհային ծրագիրը Արթիկում իրագործելուց կարճ ժամանակ անց Արթիկի կանանց ֆուտբոլի թիմում մարզվողների թիվն է ավելացել։ Մեր առաջին քայլը նրանց համար հարմարավետ տարածք ստեղծելն է, իսկ հարմարավետությունը հենց գալիս է հանդերձ այս սրահից, եկեք համաձայնվենք։ Մեր մարզադպրոցում հաջողում են 140 սան, որից 40-ը աղջիկերք են, բայց վերջին շրջանում, երբ որ այս ծրագիրն իրականացրեցինք եւ ավարտեցինք, տեսնում եմ շարժ։ Ֆինանսավորել ենք համայնքային զարգացման ծրագրեր, որոնք իրականացվեն մեր կանանց եւ աղջիկների կողմից իրենց համայնքներում, որտեղ առկա են տարբեր խնդիրներ համայնքային, խաղահրապարակի ստեղծումից մինչեւ գրադարանի ստեղծում, մինչեւ անտառապատում եւ այլն։ Իրենց համայնքներում առաջին անհրաժեշտության խնդիրներն են առաջ բերում կանայք։ Առաջարկները դառնում են գաղափար եւ դերակատար դառնում հարցերի լուծման։ Կանանց նախաձեռնողականությունը տարբեր բնակավարներում է։ Ակտիվ կանայք վերաբերմունք ու միջավայր են փոխել իրենց բնակավայրերում, որոնց ձայնը որոշիչ է դառնում նաև համայնքային որոշումների կայացման հարցում։ Առաջի ծրագրով Մայիսյան բնակավայրի մանկապարտեզին մենք նվիրել ենք գույք եւ զարգացնող խաղեր։ Նրանից հետո երկրորդ ծրագրով արդեն իրականացրել ենք դասընթացներ համայնքի կանանց հետ եւ որոշում է կայացվել, որ մեր անհապաղ մեր համայնքին անհրաժեշտ է մանկապարտեզ։ Որոշումը ներկայացրել ենք համայնքին եւ սպասում ենք լուծմանը։ Հիմնականում այն միտված է նաև կանանց տեսանելիության բարձրացմանը, վստահության բարձրացմանը, որպեսզի մեր կանայք նաև ավելի տեսանելի լինեն իրենց համայնքում որպես առաջնորդներ եւ այսպես ասած հարց լուծողներ եւ ավելին ասեմ ստացվել է, որովհետեւ մեր շատ կանայք եւ աղջիկները արդեն ստացել են որոշակի առաջարկներ քաղաքական դաշտում ներգրավելու համար։ 2 տարում 19 նախաձեռնություն է ենթադրամաշնորհային ծրագիր դարձել եւ ֆինանսավորվել, որով կանայք բացահայտել են իրենց կարողությունները, հնարավորություն ստացել համայնքում փոփոխություն բերել։ Այլ առաջարկների եւ հետագա համագործակցությունների շրջանակը նրանց համար սպառված չէ։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։